Բարև ձեզ, ես Նորայր Հովսեփյանն եմ, միասին ամփոփելու ենք անցնող օրը։ Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը չի կորցնի։ Ելնում ենք այն կանխավարկածից, որ արտաքին կապերի դիվերսիֆիկացման ուղղված հայկական ղեկավարության գիծը չի ենթադրում համագործակցության դադարեցում ավանդական դաշնակիցների հետ և վերակողմնորոշվում դեպի այնպիսի միավորումներ և դաշինքներ, որոնք ցանկանում են մեր երկրին հասցնել ռազմավարական պարտության, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս հայտարարությամբ և ոչ միայն Մոսկվան Երևանին փաստացի մեղադրում է տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելուն առնվազն աջակցելու մեջ, իսկ այ Ադրբեջանը Մոսկվայում շարունակում է համարվել հավատարիմ գործընկեր, որի հետ հարաբերությունները Ռուսաստանը վերջին տարիներին հասցրեց աննախադեպ բարձր մակարդակի։ Հիմա ամենահետաքրքիրը. Ադրբեջանի իշխանությունները վերջերս հայտարարել են, որ Նախիջևանի սահմանադրությունից հեռացնում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները։ Հիշեցնեմ, որ սրանք այն պայմանագրերն են, որոնց արդյունքում հայությունը կորցրեց Նախիջևանը ու փաստացի նաև Արցախը, մոտ 100 տարվա տարբերությամբ։ Մյուս կողմից սրանք այն պայմանագրերն են, որոնցով հիմնավորվում էր տարածաշրջանում ռուսական ներկայությունը։ Սրանք փաստացի ռուս-թուրքական ազդեցության գոտիների մասին պայմանավորվածություններ էին։ Հիմա այդ պայմանագրերը Ադրբեջանն իր մասով նետում է աղբամանը, ըստ էության ոչ առանց Թուրքիայի օրհնության։ Մոսկվայից առանձնապես կտրուկ արձագանքներ չեն լսվում, ասենք Հայաստանից ևս, ի վերջո Հայաստանը ևս այդ պայմանագրերի ինչ-որ մաս էր կազմում, ոչ իշխանությունից և ոչ էլ անկեղծ ասենք ընդդիմությունից։ Հայաստան-Ռուսաստան կապերին այսօր անդրադարձել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, այս դեպքում խոսքը ուղիղ իմաստով կապերի մասին է։ Խուդատյանը խոսել է Հայաստանը Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթգծերը վերանորոգելու մասին։ Երևանը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ Իջևանի և Ախուրիկի երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ, վստահեցրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Երկաթուղու մասով մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ եւ մեր ընկալումը այնպիսին է, որ ձեր նշած հատվածների մասով իրենց հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքները, այսինքն իրենց միջոցով ենք իրականացնելու աշխատանքները։ Ինչ վերաբերում է նոր ատոմականի ավարտական փուլում կասեմ, բայց շարունակում ենք էլի այդ ուղղությամբ, այսինքն վարչապետի հայտարարությունից հետո նաև գործողությունները էլի գնում են այդ ուղղությամբ, այստեղ նոր փոփոխություններ չունենք եւ ակնկալում ենք, որ չենք էլ ունենա եւ վերջնական որոշում կունենանք այդ մասով, բայց դեռ վերջնական որոշում չունենք։ Հիշեցնեմ, որ օրերս այդ նույն հարցը ուղղվել է նաև Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչին։ Հիշենք, թե ինչ է պատասխանել այդ հարցին Մարիա Զախարովան։ Первый вопрос. Премьер-министр Армении Никол Пашинян уже неоднократно вчера тоже заявил, что попросил Россию ускорить принятие решения о восстановлении участков железной дороги в Армении, ведущих к границам к Азербайджану и Турции, и что ожидает реакции Москвы на это. При этом этот не касается участка через Мегри, который будет находиться в рамках проекта 3. А также он заявил, что если российская сторона не сможет оперативно заняться ремонтом этих участков железных дорог, находящихся в российской концессии, то правительство Армении готово изъять из концессии эти участки и провести восстановление их за свой собственный счет. Вот как вы это прокомментируете и какая позиция у российской стороны по восстановлению этих участков? Российская сторона находится в контакте с армянскими партнерами, в том числе по линии экономического блока. Правительства. Все запросы Еревана оперативно прорабатываются профильными ведомствами. Что касается проекта дороги, как его называют, Трампа, мы подтверждаем готовность изучить возможные варианты нашего подключения, в том числе с учетом уникальной экспертизы РЖД. Но прежде стоит, наверное, тщательно ознакомиться со всеми деталями реализации и функционирования этой инициативы. А проработка ее находится, как мы понимаем, только в начальном этапе. В силе остается наше предложение Еревану провести предметные консультации с участием всех заинтересованных ведомств. Վերադառնանք Երևան եւ վերադառնանք Խուդատյանի ասուլիսին, նա խոսել է նաեւ ատոմակայանի մասին։ Ատոմակայանի վերաբերյալ կարևոր որոշում ենք ընդունել, այն է ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային, հայտարարել է Խուդատյանը։
2025 թվականի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ Ինչ վերաբերում է նոր ատոմականի 2026 թվականի ընթացքում մենք կարևոր արձանագրում եւ կարևոր որոշում ենք ընդունել, այն է մոդուլային ատոմականի տիպը ինչպիսին պետք է լինի, մենք այս ատոմականի տիպը ինչպիսին պետք է լինի եւ մենք որոշել ենք, որ ատոմականի տիպը պիտի լինի մոդուլային։ Մենք շարունակել ենք ուրեմն ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Միացյալ Նահանգների, եւ Չինաստանի, եւ Կորեայի, եւ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված մենք վերջնական որոշում չունենք եւ մոդելի ընտրության հարցը կարծում եմ կիրականացվի արդեն 2026 թվականին կամ 2027 թվականին, որպես այդպեսին շատ շտապելու անհրաժեշտություն էլ չունենք։ Կախված մոդելի ընտրությունից արդեն կորոշվի նաև որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև դուք գիտեք, որ մոդուլային ատոմականների համակարգը որպես այդպեսին լայն տարածված չի եղել նախկինում եւ լրացիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն այս մասով կա, ինչը եւ մենք անում ենք։ Հիշեցնեմ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս անոնսավորել էր, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի հետ ատոմային էներգիայի հետ կապված պայմանագիր է կնքելու։ Այդքանից հետո բաց է մնում հարցը, թե այդ դեպքում ինչ է քննարկում կամ ուսումնասիրում Երևանը Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի կամ թեկուզ Հարավային Կորեայի հետ։ Միջուկային էներգիայի թեման մնում է Թեհրան-Վաշինգտոն դիմակայության առանցքում, այստեղ կարծես դրական որոշակի տեղաշարժ կա, հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքները արձագանքելու ԱՄՆ նախագահի կողմից բանակցությունների առաջարկին, հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարին անցկացնել արդար և հավասար բանակցություններ, այդ մասին գրել է Իրանի նախագահ Փեզեշքյանը։ Ըստ ամենայնի, Թրամփի վարչակազմը ևս դիտարկում է բանակցությունները որպես լարվածության, թուլացման և նոր լայնածավալ պատերազմից խուսափելու միակ արդյունավետ միջոց։ Ամերիկյան աղբյուրները անգամ ժամկետներ են նշում, ըստ այդմ Արաղչի Ուիտկոֆ հանդիպումը կարող է կայանալ օրեր անց, առաջիկա ուրբաթ օրը։ Մինչ այդ անհանգստությունը պահպանվում է, գուցե բոլորովին էլ ԱՄՆ-Իրան լարվածության հետ կապ չունեցող պատճառներով Իրանից դեպի Հայաստան երկու չվերթ փետրվարի 3-ին չեղարկվել է։ Այդ մասին տեղեկանում ենք Զվարթնոց միջազգային օդանավակայանի չվացուցակից, այլ մանրամասներ չեն հրապարակվել։ Տարածաշրջանը պայթելուց 5 է պակաս, իսկ աշխարհի 4-րդ բանակի փաստացի հրամանատարը ամբողջ 2 օր տրամադրեց Հայաստան կատարած այցին։ Հայաստանյան պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետին ընդունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Հաջորդ օրը Հնդկաստանից ժամանած բարձրաստիճան հյուրը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, ապա նաև Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան։ Սա այն է, ինչ հրապարակվել է պաշտոնապես։ Փորձը ցույց է տալիս, որ նման այցերի մասին առավել հետաքրքիր մանրամասները տարբեր մակարդակներում իրականացված արտահոսքերի տեսքով հանրությանը մատուցվում է ավելի ուշ, այնպես որ սպասենք այդ արտահոսքերին։ Հայաստանի ներքաղաքական անցուդարձի մասին։ Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով, այս մասին հայտարարել է փաստաբան Արսեն Բաբայանը, նշելով, որ վերացվել է միայն Արշակ Սրբազանի քրոջ երեխաների հետ հանդիպման արգելքը։ Դե սա ոչ անսպասելի էր, ոչ էլ առավել ևս սենսացիա։ Առաջիկա ընտրությունների մասին խոսել է Ազատիչը, ավելի ճիշտ ասել է, որ դեռ ասելիք չունի։ Ընտրությունների վերաբերյալ չունենք որոշում, եթե ունենանք, կասենք, դատարանի դիմաց լրագրողներին ասել է Սերժ Սարգսյանը։ Հայաստանում անբավարարված կինչ թողնելու հայտնի հայտարարությանն անդրադարձել է Նարեկ Կարապետյանը։ Ճիշտ է, անուղղակի ու կարծես մի քիչ էլ ափսոսալով, որ նման քննարկումների առիթ այնուամենայնիվ ծագել է։ Մի բան էլ կուզեի ավելացնել, ինչքան մենք մոտենանք նախընտրական process-ներին, այնքան հարձակումները ավելի վատ են լինելու։ Իհարկե, ես այս վերջի 2 օրվա դեպքերի հետ եմ ասում, իհարկե մենք էլ պետք է առիթ չտանք, որ հարձակումներ լինեն,
բայց հարձակումները ավելի շատ, ավելի տհաճ, ավելի գրեկ են լինելու։ Մենք աշխատում ենք հավասարակշռության մեջ մնալ, փորձելու ենք ամեն ինչ անել, որ մեր այս վերցրած ճանապարհը մինչև վերջ հասցնենք, որտեղ հասկանում ենք, որ չկա ուրիշ այլ ընտրանք, որտեղ հասկանում ենք, որ փոփոխություն պետք է լինի։ Այսքանը փետրվարի 3-ի անցուդարձից։ Սպասենք նոր զարգացումներին։ Իսկ մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ։ Կհանդիպենք։